Վերջին 7 տարիներին մենք անգամ ենք ավելացրել եկամուտները, այդ թվում պարկ ներգրավելու շնորհիվ, որ եթե որոշեինք 26 թվականին վերադառնալ 18 թվականների ծախսի մակարդակին, այդ ամբողջ պարկը կկարողանայինք մարել ընդամենը 1.5 տարում։ Այդ խնայած գումարով կկարողանայինք 1.5 տարում պարտքը մարել։ Իսկ ինչու այդպես չենք անում, որովհետև այս ընթացքում մեր կարիքները եւ ամբիցիաները էապես փոխվել են։ Եթե մի պահ պատկերացնենք, որ որոշել ենք 1.5 տարում փակել 2018 թվականից հետո վերցրած պարտքը եւ վերադառնում ենք 18 թվականի ծախսերի մակարդակին, ապա մենք պետք է ստիպված լինենք մեր բոլոր ծախսերը կրճատենք 58%-ով։ Եթե վերադառնանք 18 թվականի ծախսի մակարդակին, ստիպված պետք է լինենք պաշտպանության ծախսերը կրճատել 429 միլիարդ դրամով կամ շուրջ 65%-ով։ Կրթության ծախսերը 178 միլիարդ դրամով կամ 60%-ով։ Սոցիալական ծախսերը 489 միլիարդ դրամով կամ 54%-ով։ Տնտեսական զարգացման ուղղվող ծախսերը 117 միլիարդ դրամով կամ 50%-ով։ Հիմա ինքներդ որոշեք, մեր պարտքը կառավարելի է եւ արդյոք պետք է այն հենց հիմա վերադարձնել 2018 թվականի մակարդակին։